Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ ձեզ հետ ենք եւ չենք դադարում ձեզ զարմացնել ու անակնկալներ մատուցել։ Եթե հիշում եք, օրեր առաջ Բժիշկ Ամիրյանի նախաձեռնությամբ ես հյուրի կարգավիճակում էի որպես Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի նախագահ եւ պատասխանում էի հարցերի։ Իսկ այսօր արդեն հերթն իմն է վերադառնալ իմ համազգեստ, իմ պատիճի մեջ եւ նրան հյուրընկալել որպես բժիշկ վիրաբույժ։ Ուստի եւս մեկ անգամ շեշտեմ եւ ներկայացնեմ նրանց, ովքեր նրան հաղորդավար լինելուց դուրս լավ չգիտեն, նա բժիշկ վիրաբույժ է, ով գործունեություն է ծավալում 3 բժշկական կենտրոններում՝ Սլավմեդ բժշկական կենտրոն, Մասերմեդ բժշկական կենտրոն եւ Կեան բժշկական կենտրոն։ Շատ առողջ առավոտ, բժիշկ Ամիրյան։ Առողջ առավոտ, բժիշկ Ավետիսյան, իհարկե ես համոզված եմ, որ ես էլ եմ լինել ձեր հյուրերից մեկը։ Ինչպես բարևում եք, այնպես պատասխան եք ստանում հայտնի արտահայտությունից։ Հեսա ընթացքում կփորձենք հասկանալ, ինչպիսի զգացողություն է լինել մեր տաղավարում հյուրի կարգավիճակում, ոչ թե որպես պրոֆեսիոնալ հաղորդավար։ Բժիշկ Ամիրյան, իհարկե մենք այսօր փորձելու ենք միասին ծածկել ամբողջ հարցերի շարանը, որոնք առնչվում են ճողվածքների արդի վիրաբուժական բուժման մեթոդներին, սիրելի հեռուստադիտող, ճողվածքները բազմաթիվ են, մենք խոսում ենք այնպիսի ճողվածքների մասին, որոնք ընդհանուր վիրաբուժության դաշտում են։ Բժիշկ Ամիրյանը ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբույժ է, վիրահատող պրակտիկ բժիշկ է, հերթապահություններով շատ հաճախ նկատել եք նրան կիսաքնած մեր եթերներում, երբ հերթապահությունից անմիջապես հետո գալիս է տաղավար։ Հիմա փորձենք միասին հասկանալ, ինչ առաջընթաց է ապրել վիրաբուժությունը ճողվածքների բուժման հարցում։ Շնորհակալություն բժիշկ Ավետիսյան, ես կուզեի մի փոքրիկ անդրադառնանք ինչ են ճողվածքները իրենցից ներկայացնում, հա, եւ որովհետեւ դրա հետ կապված բավականին թյուր կարծիքներ կան, ճողվածքները նույն ինչը մեր ժողովրդում լեզվով ասած գրիժաները, հա, դրանք պաթոլոգիկ իրավիճակներ են, որոնց դեպքում ներքին օրգանները ոչ իրենց նորմալ ֆիզիոլոգիական դիրքից կամ այդ օրգաններից որոշակի հատվածներ դուրս են գալիս կամ բնական անատոմիական թույլ տեղամասերով կամ որևիցե ինչ պատճառներով ստեղծված դեֆեկտների միջոցով։ Իսկ ինչ է ներկայացնում իրենցից այդ անատոմիական թույլկետերը, մենք բոլորս էլ ունենք այդ անատոմիական թույլկետերը, դրանցից առաջիններն իրենց ներկայացնում են մեր հաճուկային խողովակները, որոնք համարվում են թույլկետեր, ունենք նաև հաճուկային հատվածներից բացի ունենք սպիտակ գծի շրջանում, որը նույնպես համարվում է թույլ տեղամաս, ունենք կող կրծոսկրային շրջանում, լարեի կետ ասված է, այո, եւ ունենք նաեւ կողեր եւ գոտկային շրջանում բոգդալեկի հատվածները։ Ինչ ասել է թույլ հատվածներ, այդ հատվածներում ուղղակի ֆիզիոլոգիապես մենք ստեղծվում ենք այնպես, որ այդ հատվածում մկանները որպես այդպեսին բացակայում են եւ չկա հարմար պատնեշ։ Եվ ինչ-ինչ պատճառներով այնտեղ ավելի հաճախ զարգանում են ճողվածքներ։ Իհարկե նաեւ խոսքը չի վերաբերում ողնաշարային ճողվածքների մասին, որովհետեւ մենք ընդհանուր վիրաբույժները զբաղվում ենք հենց այս ճողվածքներով, եւ իհարկե այդ ճողվածքները ինչի մասին որ խոսեցի, դրանք արտաքին ճողվածքներ են, որոնք որ մենք տեսնում ենք, իհարկե նաև գոյություն ունի մեկ այլ տեսակ, դրանք ներքին ճողվածքներն են, դրանից շատ աչքի ընկնող եւ հայտնի ընկնող եւ իհարկե մեր հայ ժողովրդի շրջանակներում մեզ մոտ բավականին հաճախ հանդիպող դրանք ստամոքսի կերակրափողային բացվածքի ճողվածքներն են։ Եվ առաջին պատճառը առաջացման դա ներորովայնային ճնշման մեծացումն է, որը որ բերում է լարվածության եւ ինչի հետևանքով առաջանում են այդ ճողվածքները անատոմիական թույլկետերում։ Կախված ինչի խոսեցի ճողվածքների տարատեսակների մասին, որովհետեւ կախված տարատեսակից բուժման մոտեցումները այլ են եւ եկեք իհարկե մեծ հնարավորություն է կոտրենք կարծրատիպերը, եթե խոսում ենք որովայնի առաջային պատին ճողվածքների մասին, ապա բուժման միակ տարբերակը ցավոք սրտի վիրահատական տարբերակն է։ Աշխարհում չկա այլ տեսակ բուժման, քան վիրահատականը, որովհետև բազմիցս ես ինքս էլ ականատես եմ եղել, երբ որ դեղատնեժում, հա, կամ իրար խորհուրդ տալով շատ հայտնի, մանավանդ մեր շրջանում, Հայաստանում գոտիների կրումն է։ Ուզում եմ մեկ միշտ նշել եւ վերջ դնել այդ տեսակետին, որ հաճուկային ճողվածքների պարագայում, եթե չենք վիրահատվել, բուժում չի իրականացվել, հակացուցված են գոտիները։ Ինչու համար, որովհետև գոտիները չեն կարողանալու այդ դեֆեկտը, որը որ արդեն կա, այդ արտափքվածությունը, որը որ կա, վերացնել կամ փոքրացնել։ Ընդհակառակը դրանք բերում են ճնշվածության, ինչ մեխանիզմով է աշխատում գոտին կապելով մեր
ներորովայնային ճնշումը պարբերաբար մեծանում է, մեր ճողվածքային պարունակությունը գալիս է առաջ, այնտեղ արգելք է լինում եւ առաջանում են կպումային process-ներ։ Եվ գոտու կրելուց հետո բարդություններ ունենում են վիրաբույժները, որովհետեւ վիրահատության ժամանակ տեխնիկապես մենք ունենում ենք դժվարություններ կպումային արտահայտված process-ների վերաբերյալ։ Բուժման տարբերակները տարբեր են, իհարկե շատ լայն թեմա է, բայց շատ արդի խնդիր է վիրաբուժության մեջ։ Իհարկե բուժման կան երկու վիրահատական տարբերակներից կան երկու տարբերակներ՝ ավանդական բաց վիրահատությունները եւ լապարոսկոպիկ վիրահատությունները, որտեղ նաեւ կարելի է առանձնացնել արդեն ռոբոտային վիրաբուժությունը։ Ճողվածքները Այսպիսի մի խնդիր կա, պացիենտները երբ որ գալիս են իմանալով, որ ճողվածք ունեն, դե հետազոտման մեթոդներից ասեմ, որ ամենաառաջին հետազոտության մեթոդը, որովայնի առաջային պատի ճողվածքների ախտորոշման մեջ դա կլինիկական զննումն է, օբյեկտիվ զննումն է վիրաբույժի կողմից։ Երբեմն դա ուղղակի բավարար է լինում պացիենտի մոտ ախտորոշելու եւ երբեմն պացիենտներն էլ են տեսնում են, ասում են, դե ճողվածք է, էլի կապրեմ։ Վերջերս իհարկե ուղեցույցներում փոփոխություններ արվեցին եւ հատկանշական շեշտը դրված է, որ այո, եթե կա ճողվածք, պետք է վիրահատվել։ Երբ վիրահատվել։ Իհարկե ճողվածքային վիրահատությունը ինքերից ներկայացնում է պլանային վիրահատություն։ Այսինքն բուժառուին կարելի է բացատրել ներկայացնել, որ այո, եթե դուք ունեք ճողվածք, դուք պիտի հասկանաք, որ պետք է պլանավորեք եւ վիրահատել։ Այսինքն պետք չի այդ ամեն ինչը գցել ականջի ետևում եւ թողնել, որ այդ ճողվածքը մեծանա, որտեղ ժամանակի ընթացքում հաստատ այդ ճողվածքը իր չափսերով մեծանալու է։ Մեծանալու դեպքում մեծանում են նաեւ վիրահատական ծավալները։ Եվ որ դեպքերում կարող ենք մենք գործ ունենալ, իհարկե ես միշտ բուժառուներին, ինչպես բոլոր վիրաբույժները ներկայացնում ենք այդ իրավիճակը, երբ որ ինչ-ինչ պատճառներում ներորովայնային ճնշման բարձրացման պարագայում, որոշակի փորկապությունների ժամանակ ճիքեր գործադրելիս կարող է այդ ճողվածքային դարպասը լայնանալ, ճողվածքային մեծ պարունակություն գալ առաջ եւ սպազմի հետևանքով ճողվածքային դարպասը սեղմվի։ Եվ այդ ժամանակ առաջանում է այդ process-ը կոչվում է ճողվածքի օղակում։ Ճողվածքի օղակման ժամանակ մենք գործ կարող ենք ունենալ անհետաձգելի վիրահատական բուժման մի պարզ պատճառով, որովհետև կլինեն դրանք աղեգալարներ, կլինեն դրանք օրինակ մեծ ճարպոնի զորացիա հատված, ինչ որ կլինի ճողվածքային պարունակությունը այդ դարպասների արանքում սեղմված, ժողովրդի լեզվով ասած կսկսի քայքայվել դա, կենթարկվի իշեմիայի, սնուցումը կխանգարվի եւ չվիրահատվելու դեպքում տարածում պերիտոնիտ եւ վատագույն դեպքում նաեւ մահ։ Ուստի այս ամեն ինչից խուսափելու պարագայում միանշանակ ասում եմ, ցույցում եմ տալիս, որ եթե ունենք ճողվածք, միանշանակ պետք է վիրահատվենք։ Հարց կարող եմ տալ։ Ես հասկանում եմ, որ դուք փորձառու հաղորդավար եք եւ նոն-ստոպ կարող եք խոսել։ Այնուամենայնիվ, տեսեք, որպես ոչ վիրաբույժ եւ որպես ուղղակի քաղաքացի եմ այս հարցը տալիս։ Սրանից մոտ 20 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում ասում են, այս կլինիկայում կա մարդ, որ ցանցով է վիրահատում։ Գնանք իր մոտ եւ այլն։ Ինչ էվոլյուցիա ապրեց այս ամենը, որն է ցանցի իմաստը եւ ընդհանրապես իմաստ ունի եւ արդյոք այսօր կան մարդիկ, ովքեր վիրահատում են առանց ցանցի։ Շատ հետաքրքիր հարց էր, շնորհակալություն Բույժ Ավետիսյան։ Արդի խնդիր էր, այո, դեռևս 20 տարի առաջ մոտավորապես շատ քիչ վիրաբույժներ կային, ովքեր ցանցեր էին օգտագործում։ Իհարկե աշխարհը դեռ վաղուց սկսել էր օգտագործել, բայց միակ խնդիրը վախն էր, որովհետև ինքը հանդիսանում էր օտար մարմին, այն ժամանակ իհարկե ցանցի որակները այն չէին, երբեմն լինում էին, ցանցի չընդունում օրգանիզմի կողմից թարախակալում, բորբոքում, կարիք էր լինում կրկնակի վիրահատության ցանց հեռացնելու։ Այսօր կարող եմ ասել, որ որովայնի առաջային պատի ճողվածքների վիրահատական միջամտության պարագայում ոսկե ստանդարտ է ցանցային process-ի տեղադրումը։ Եթե իհարկե խոսքս վերաբերվում է պլանային դեպքերի մասին է խոսքը, եթե չունենք հակացուցում ցանցը տեղադրելու։ Որն է հակացուցումը ցանցը տեղադրելու, եթե մենք գործ ունենք ճողվածքային պարունակության բորբոքման, եթե մենք գործ ունենք նույն օղակման պարագայում, օղակված ճողվածքների դեպքում լինում է, որ մենք ցանցեր տեղադրում ենք իհարկե, բայց եթե գործ ունենք թարախակալված բորբոքային process-ի հետ, ապա այդ պարագայում իհարկե ցանկալի չէ ցանցը տեղադրել։ Իսկ ինչ վերաբերվում է ցանցային պրոթեզների կիրառմանը, հիմա մեր կողմից եւս մեր կլինիկայում էլ եւս բարձրակարգ բարձրավորակ պոլիպրոպիլենային ցանցեր են տեղադրվում, այդ ցանցերը չեն ներծծվում, հիմնականում մենք աշխատում ենք այդ ցանցերով։ Իհարկե հիմա աշխարհում բավականին լայն տեսականի կա ցանցերի ընտրության, նույնիսկ նախկինում կարծիքներ կար պանցետները երբ
երբ որ գալիս էին ասում էին Բրիժիտ ջան, ես ուզում եմ ամենաթանկ ցածը, իհարկե այստեղ բախվում ենք մի խնդրի, այսպեսի խոսք կա, չէ, թանկից էժանը չկա, բայց միշտ չէ որ այդ ամենաթանկ ցանցը իմաստ ունի դնելու, իրականում կարելի է նորմալ բավականին արժեք ունեցող ցանցը լուրջ զարգացած երկրի կողմից արտադրության տեղադրել եւ ոչ մի խնդիրներ չունենալ։ Եվ շատ դեպքեր լինում են, այո, որ բուժառուները վախենում են, բժիշկ կարող է ցանցի հետ կապված հետո խնդիր լինել։ Այո, կարող է լինել, այդ հավանականությունը շատ քիչ տոկոսներ են կազմում, բայց ինչպես եւ բոլորիս մոտ կարող է կարանյութի վերաբերյալ, չէ որ դա օտար ցանկացած օտար մարմին ինչը որ կիրառվում է, եւս կարող է ունենալ։ Իհարկե դեպքերը շատ հազվադեպ են հանդիպում ցանցի ընդունման։ Եվ կարող եմ ասել այսօր, որ որովայնի առաջային պատերի վիրահատական միջամտությունների պարագայում ցանցային պրոթեզի կիրառումը պարտադիր է։ Ինչու՞։ Ցանցային պրոթեզը ստեղծում է հավելյալ շերտ, հավելյալ պատ, որը որ ավելի ամրացնում է պլաստիկայի պարագայում, ինչը որ մենք չենք կարող անել սեփական հյուսվածքներով։ Բայց իհարկե միշտ բուժառուներին ասում ենք, որ այդ ցանցը ցեմենտ չէ, բետոն չէ, իհարկե այդ ցանցը եւս կարող է ինչ-ինչ պատճառներով մեծ ծանրաբեռնվածության ժամանակ եւս վնասվել։ Քանի որ դուք վիրաբույժ եք եւ մենք կանգ ենք առնում հենց վիրաբուժական, վիրահատական միջամտությունների վրա, բաց եւ փակ վիրահատությունները, այսպես կոչված, բաց վիրահատությունները եւ էնդոսկոպիկ, լապարասկոպիկ վիրահատությունները ինչ նախընտրությամբ են դրվում արդյոք այսօր դոմինանտ արվում են լապարասկոպիկ վիրահատությունները, դրանց արժեքների մեջ տարբերություններ կան թե ոչ, բժշկական ցուցումները, էսթետիկ, կոսմետիկ, հազար ու մի ֆակտոր կա, դրանց մասին խոսեք, ամբողջությամբ ծածկենք այդ։ Այո, իհարկե, բժիշկ Ավետիսյան, դեռևս իհարկե վաղ ժամանակներում չէր կիրառվում լապարասկոպիկ եղանակները, բայց հիմա կարող եմ ասել, որ միջազգային ասպարեզում եւս կարելի ասել ոսկե ստանդարտի է վերածվել լապարասկոպիկ միջամտություն։ Կարճ հարց տամ, հա, չանելը չիմացության արդյունք է, չէ։ Այո, այո, Ընդամենը։ Այո, ընդհանրապես չանելը չիմացության արդյունք է։ Շարունակեք։ Երբեմն հանդիպում են դեպքեր, իհարկե բուժառուները գալիս են եւ այնպիսի տրամադրվածությամբ, որ բժիշկ ջան, իմ այս ճողվածքը օրինակ ասենք աճուկային ճողվածքների ժամանակ բժիշկ ջան ինձ ասել են, ներկայացրել են, որ լապարասկոպիկը այսպես, այնպես, ճիշտ չի, այս պարագայմաններ եւ երբ որ բուժառուին զննում ես եւ հասկանում ես, որ լապարասկոպիկ մեթոդով իրականացնելու ոչ մի հակացություն չունես, ընդհակառակը ավելի ցուցում, հիմա ես կխոսեմ դրա առավելությունների մասին, հասկանում ես, որ այո, բուժառուն թող ինձ ներեն իմ գոլեգաները, ես ինքս էլ, եթե որևիցե ինչ-որ մի խնդրով պացիենտ, երբ որ մոտենում է եւ ես գիտեմ, որ ես չեմ տիրապետում այդ վիրահատական մեթոդին, բնականաբար ես այդ բուժառուին խորհուրդ եմ տալիս այն մարդու մոտ, ով տիրապետում է։ Դա ամոթ չէ չիմանալը։ Մենք բոլորս աշխատում ենք, աճում ենք մեր ամբողջ կյանքի գիտակցական կյանքի ընթացքում։ Իսկ ինչ առավելություններ ունի։ Խոսենք կտրվածքների վերաբերյալ, օրինակ իհարկե մի քիչ այստեղ հարաբերական հարցեր կան, խոսենք աճուկային ճողվածքների օրինակներով, որովհետև այնտեղ իրար կարող են իրարամերժ իրավիճակներ լինել, միանշանակ լապարասկոպիկը առավելություն է։ Նախ սկսենք նրանից, որ փոքր կտրվածքներ են արվում, մոտ 1 սանտիմետր չափսով 3 կտրվածքի արվում, հիմնականում էլեկտրոակարներ են տեղադրվում, եւ այստեղ կարծիք է հնչում բժիշկների կողմից իհարկե որոշակի, որ դե ինչ կապ ունի լապարասկոպիկը, հենա գումարած այսքան սանտիմետր, ես այսքան սանտիմետրով այդ կտրվածք անում եմ, բայց իրականում սարեր ձորեր են։ Նախ ինչով է առավել։ Բուժառուն ինչպես ցանկացած լապարասկոպիկ վիրահատությունից հետո արագ է վերականգնում։ Ապակինումը եւ խոսենք հետվիրահատական ցավը լինում է քիչ։ Մենք բոլորս էլ գիտենք, բոլոր վիրաբույժներն էլ գիտեն, որ բաց ճողվածքը հատումների ժամանակ հետվիրահատական ցավերը, վերքի հետ կապված բարդությունները, խնդիրները դրանք ավելի մեծ տոկոս են կազմում, քան լապարասկոպիկ միջամտությունների ժամանակ։ Եվ ինչ առավելություններ ունեն, կոնկրետ ասեմ աճուկային ճողվածքների վերաբերյալ, որ լապարասկոպիկ եղանակով մենք կարողանում ենք վիզուալիզացնել այն հատվածները, որտեղ նույնիսկ կան դեֆեկտներ, այսինքն հետագայում այնտեղ կձևավորվի էլի նորից ճողվածք, որը որ մենք արտաքին զննմամբ եւ բաց վիրահատության ժամանակ երբեք չենք կարող իմանալ։ Եվ այդ վիրահատության ընթացքում մենք տեղադրում ենք այնպիսի չափերի ցանց, որովհետեւ ստանդարտները տարբեր են, որ այդ ամբողջ դեֆեկտները, այդ ամբողջ անատոմիական թույլ զոնաները փակվում են։ Նույնը օրինակ սպիտակ գծի ճողվածքների ժամանակ մենք տեսնելով այնպիսի ցանց է տեղադրում եւ այն կարծրատիպերը, որ նախկինում
նույնիսկ կարծիքներ էին հնչում, որ ես այնպես եմ կարել է դեֆեկտը փակել են, հիմա շատ մեծ հնարավորություն է դրա մասին խոսելու, որ անիմաստ է այս ցանցը դնել։ Այս կյանքում էլ չի կրկնվելու, բայց ոչ մի վիրաբույժ չենք կարող ասել, որ դա կլինի եւ դրվում են ավելի փոքր ցանցեր։ Հիմա փորձը իհարկե ցույց է տալիս միջազգային փորձը եւս մեր միջազգային գործընկերները, որ այո, ցանցը պետք է դրվի ոչ թե դեֆեկտին համապատասխան, այլ պետք է դրվի մեծ ցանց, ապահովագրելու այդ ամեն ինչը։ Եվ իհարկե խոսենք, որ լապարոսկոպիայի ժամանակ շատ հաճախ դեպքեր ենք ունենում, որ տեսնում ենք ձախ կողմից, եթե ունենք աչակողմյան ճողվածք, աչուկային, ձախ կողմից եւս ճողված կա, որը որ արտաքին զննմամբ չի հայտնաբերվել եւ նախապես բուժարուին տեղյակ պահելով, հարազատներից համաձայնությունը ստանալով մենք վիրահատում ենք մեկ վիրահատության ընթացքում նաև մյուս կողմը։ Եվ ամենակարևորագույն այդ կետերից մեկը դա ցավն է։ Հիվանդի արագ վերականգնումը, պացիենտը վիրահատությունից հետո 1.5-2 ժամ հետո քայլում է եւ նույնիսկ նույն օրը կամ հաջորդ օրը գնում է տուն։ Սա շատ կարեւոր է եւ իհարկե խոսենք էսթետիկ եւ կոսմետիկ, դա պետք է հաշվի առնել, որովհետեւ ես երբ միշտ չարչարվում եմ եւ ավակ կարող եմ ասել պրոֆեսորները ասում են, չես չարչարվում, այդ ինչ թիթիզ կարեր ես դնում, պացիենտը վիրահատությունից հետո նայելով իր վերքերին կարծիք է կազմում, թե իր մոտ ինչ վիրահատություն է իրականացվել։ Այդպիսի մի միտք կա, այո, եւ ունենալ մեծ կտրվածքներ եւ վացպի իհարկե այսօր 21-րդ դարում այդ էսթետիկ առումը եւս պետք է դե կանանց մոտ դա շատ ավելի առավել եւս կանանց մոտ ադեական ուղղություն է։ Բժիշկ Ամիրյան, դուք իմ լավ ընկերն եք, իմ գործընկերն եք նաեւ կյանքում եւ այս տաղավարում, բայց ինձ հետաքրքիր է նոր շերտել եմ բացահայտում որպես բուժող բժշկի եւ բժշկի, ով անընդհատ իր վրա աշխատում է։ Ես ուզում եմ հարցնել, դուք ինչ ծավալ եք տիրապետում վիրաբուժության մեջ, սկսենք ճողվածքներից եւ գուցե անցնենք առաջ։ Ճողվածքներից ծավալները այնքան դեռ մեծ չեն, բայց մեծանալու ճանապարհին են, որովհետեւ ունեմ շատ լավ ուսուցիչներ, մեր կլինիկայում կոնկրետ Սլավմեդ բժշկական կենտրոնում իրականացում է ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատական կարելի ասել այլ բոլոր մեթոդները, որով որ իրականացվում է։ Լապարոսկոպին տիրապետում եք։ Այո, ես ինքս եւս տիրապետում եմ, իրականացնում եմ վիրահատություններ, հաճուկային ճողվածքների, ազդրային ճողվածքների վերաբերյալ, որովայնի առաջային պատի ճողվածքների, տարբեր եղանակներ կան լապարոսկոպիկ, տիրապետում եմ այդ եղանակներին եւ իրականացնում եմ։ Մեզ մոտ շատ շեշտ է դրում եւ կարելի ասել դեռ կլինիկական օրդինատուրայի տարիներին ես տարված էի ճողվածքաբանությամբ, հեռնեոլոգիային, մենք ունենք այդպիսի տերմին եւ այո, աշխարհում զարգացած երկրներում կան մասնագետներ, վիրաբույժներ, ովքեր կոչվում են հեռնեոլոգներ եւ միայն զբաղվում են ճողվածքային վիրաբուժությամբ եւ առաջին մեծ սերս 2015 թվականին, երբ մեր շատ սիրելի ընկեր արդեն բժիշկ վիրաբույժ Թալար Թեջիրյանի միջոցով այստեղ ունեցանք International Hernia Collaboration, 2015 թվականին հավաք, որտեղ Հայաստանում այդ տարի դա միջազգային հավաք էր, որտեղ խոսում են միայն ճողվածքներից, եւ այդ տարի անցավ եւ իհարկե իմ շատ սիրելի ուսուցիչ բժիշկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանի միջնորդությամբ այդ ամեն ինչ իրականացեց եւ իմ սերը դեպի ճողվածքաբանություն ավելի մեծացավ եւ իհարկե հիմա ապագայում նպատակներ ունեմ, որ ինչ չէ նաեւ կարելի է հետագայում միայն քանի որ Հայաստանի Հանրապետություն հնարավոր չէ զբաղվել միայն մի ճյուղով, զբաղվել հեռնեոլոգիայով շատ ավելի խորը եւ խորացված։ Այո, այդ միջամտությունները իմ կողմից եւս իրականացում են ճողվածքների հետ կապված եւ ճողվածքային վիրաբուժությունը կարող եմ ասել, որ օր-օրի նոր զարգացումներ է գնում եւ այո, աշխարհում յուրախություն մեզ եւ շատ կուզեմ, որ Հայաստանում եւս այդ հնարավորությունը մենք ունենանք ռոբոտային վիրաբուժությունը, ճողվածքային վիրաբուժությունը եւս զարգացած է բավականին ակտիվ, առաջ է գնում եւ իհարկե այդպես կարող եմ ասել, որ կա հետաքրքիր խումբ International Hernia Collaboration-ը, որտեղ մենք բոլորս տարբեր երկրներից եւ այնտեղ դռները բաց են, ինչպես որ դուք իմ հյուրն եք նշում եք, դռները բաց են բոլոր մասնագետների համար, այնտեղ աշխարհի բոլոր մասնագետներ իրենց հետաքրքիր եւ բարդ кейսերն են ներկայացնում եւ կարծիք են խնդրում։ Եվ իհարկե այնպիսի զգացողություն ունեցա, որ բոլորովին վերջերս շատ հետաքրքիր դեպք ունեցա եւ երկար մտածում էի, ամոթ չի լինի ես այդ դեպքը իմ ներկայացնեմ, ես այսպես այս փորձով այսպես, բայց հասկացա, որ չէ, ինչու՞ չէ, նաեւ պետք է կիսվել եւ դեռ ոչ
Ներկայացեք եւ տպավորիչների մասին, թեկուզ եւ որպես հաղորդավար հետո որովհետեւ այո դռները բաց են եւ եթե դու ուզում ես առաջ գնալ եւ զարգանալ, այդ հնարավորությունները միշտ էլ կան, ուղղակի ցանկություն է պետք։ Գիտական հրապարակումներ ջողվածքների վերաբերյալ հաճախ են դուրս գալիս, թե ամեն ինչ պարզ ու ասված է։ Նոր մեթոդներ, ինչպիսին է, որովհետեւ կարծում եմ վիրաբուժության այս ճյուղը բավականին հարուստ եւ մեծ պատմություն ունի։ Բժիշկ Ավետիսյան, այո, օրորի դուրս են գալիս եւ կարելի ասել օրորի փոփոխություններ են տեղի ունենում։ Եթե ժամանակին մի քանի տարի առաջ խոսք էր գնում այս մեթոդի ընտրության համար, ասենք X մեթոդի համար, չեմ ուզում տերմինաբանությամբ խոսել, հա, հիմա կարծես թե լապարասկոպիկ վիրաբուժության մեջ մի ճյուղ է դուրս եկել, որ հիմա այդ մի թևը կողմ է դրան, մենք իհարկե ուշ-ուշով հետևում ենք, փորձում ենք հետ չմնալ եւ կիրառել այդ փորձը իհարկե, եւ կարող եմ ասել, որ այո, չէ, թվում է թե տեղ չկա այլ զարգանալու, վերջ ամեն ինչ որոշված է, բայց քանի որ մենք ինքներս առանձնահատուկ ենք, ոչ մի օրգանիզմ մյուսին նման չէ եւ նույնիսկ մեր զույգ օրգանները մեկը մյուսից տարբերվում է, ամեն բուժառու, ամեն մի խնդրի պարագայում տարբեր մոտեցումներ է պահանջում։ Նույնը վիրաբուժության մեջ է, նույնը ճողվածքային վիրաբուժության մեջ է, եւ հիմա կարող եմ ասել ցավոք ժամանակի բերումով այո այդ գիտական կողմից դեռ կարելի ասել պաուզայի վիճակում ենք, բայց իզուր, բայց բոլորը նույնն եք։ Այո, բայց բոլորը միշտ աչքերը փայլում է միայն երբ որ վիրահատարանում եք։ Բայց չէ, գիտական ճյուղը պետք է զարգացնել եւս, մենք այդ ճանապարհին ենք եւ ճողվածքների հետ կապված առաջիկայում լուրջ հետազոտության ենք նախապատրաստվում, որը որ ժամանակ իհարկե պահանջում, բայց շուտով կարծում եմ կլինի, իհարկե դա ինձանից էլ է կախված թողիզների Լևոնը Գրիգորյան հիմա ինքնից հաստատ նայելուց մի բան կասի, բայց աշխատում ենք եւ այսինքն որպես հասկացանք, որպես հարաբերական երիտասարդ շատ հարցերում հենվում են իր վրա, ինքն էլ հաղորդումներ է նկարում, ինչով ասես որ չի զբաղվում։ Այո, բայց ամեն դեպքում այդ աշխատանքները պիտի տարվեն, այո, պիտի ներկայացնել, պիտի կիսվել մեր փորձով, ինչու՞ չէ նաեւ պետք է միջազգային ասպարեզներում այո ներկայացնել եւ այդ թեկուզ ինչպես նշեցի այդ խմբում այդ բարդ քեյսերը ներկայացնելը երբ որ հպարտանում ես որ Հայաստանից ներկայացուցիչներ կան եւ մարդիկ կիսում են եւ ինչպես են միջազգային մասնագետները կարծիք հարցնում ուղակի գրում ինձ թվում է ես սա ճիշտ եմ արել նույնիսկ այն դեպքերը եւ ինչ եմ ուզում ասել ես ինքս եւս առաջնորդում եմ դրանում, որովհետեւ վիրաբուժության մեջ կարծես անցում արեցի մտքի թռիչք եղավ, վիրաբուժության մեջ շատ կարեւոր է, որ մենք վերջերս կոնֆերանսներից մեկի ժամանակ ներկա գտնվեցինք ներվիրահատական լուրջ բարդության, իատրոգենիայի առումով, այսինքն վիրաբուժի կողմից, որը որպես кейս ներկայացվում էր։ Եվ թվում էր թե ինչպես ենք մենք Հայաստանում մտածում, սա չենք ասում, սա չենք անում, բայց պետք է խոսել նաև այն խնդիրների եւ այն բարդությունների մասին եւ դա ամոթ չէ, որովհետեւ այն մարդը, որ դեռ չունի այդ բարդությունը, գաղափար չունի եւ երբ որ տեսնում է թե ինչպես է, հա, այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ ինչպես է դու այդ իրավիճակից դուրս եկել, հաջորդ անգամ իր կողմից այդ իրավիճակի մեջ լինելով նա կարող է ավելի հեշտ դուրս գալ այդ իրավիճակից եւ շատ լուրջ քեյսեր ես հասարակ օրինակ կարող եմ ասել օրինակ ռոբոտային վիրաբուժության ժամանակ միջազգային մասնագետներից մեկը վիրահատության ժամանակ աչուկային ճողվածքի վիրահատության ժամանակ պլանային իրավիճակի ժամանակ հյուսվածքային կպումների առումից ելնելով թվում է թե ճողվածքային պարունակություն է գործիքի տեղաշարժմամբ վնասվում է այդ պարագայում իլիականները զստային երակը եւ սկսում է առնահոսել, բայց իհարկե հաշված 5 րոպեվա ընթացքում իդեալական ձևով կարելով վերջացնելով այդ բարդությունը, այսինքն թվում է դա բարդություն է, որ վերջացավ, գնալ բաց վիրահատության, գնալ մի բան անել, իհարկե այդ պարագայում էմոցիաներն ավելի են սկսում աշխատել, ոչ շատ ու մարդիկ ներկայացնում են այդ իրավիճակները եւ ցույց են տալիս, որ այո, այս վիրահատության ժամանակ ինչպիսի իրավիճակ կարող է լինել եւ պետք է պատվով դուրս գալ դրակից։ Ես ինձ համար մի բացահայտում եմ անում, որ անկախ նրանից թե որքանով եմ լավ ճանաչում ձեզ, ամեն անգամ երբ դուք խոսում եք վիրաբուժությունից, ձեր աչքերը փայլում են։ Սա երևի ֆենոմենալ նվիրվածության եւ իրական սիրո զգացում է սեփական մասնագիտության նկատմամբ եւ դա է պատճառը եւ այս ֆենոմենը ես շատ եմ տեսել վիրաբուժների
մոտ հատկապես եւ վիրահատանում են իրենք տարերքի մեջ են կարծես դուք էլ ինչ որ առումով թմրամոլ լինեք հա ներողություն արտահայտությանս համար հենց հայտնվում եք այդ միջավայրում աշխարհը ձերն է եւ չեք ուզում նույնիսկ արևի լույս տեսնել ես իսկապես ճանաչում եմ այդպիսի մարդկանց որոնք որ անվանի վիրաբույժներ են եւ հպարտություն են Սելերոստադիտող կարծում եմ դուք եւս այսօր բժիշկ Ամիրյանին գուցե լսել եք բայց նաեւ այլ այսպես դիտանկյունից ծանոթացաք նրա մասնագիտական որակներին, նրա իրական սերը զգացիք իր մասնագիտության նկատմամբ, ինչ խոսք ոգևորիչ է։ Մենք կարծում եմ բավականին սպառիչ եւ հետաքրքիր քննարկում ունեցանք, ինչ վերաբերում է ճողվածքների արդի վիրաբուժական մոտեցումներին, եւ կարծում եմ, որ սա առիթ կլինի, որ մարդիկ փորձեն ավելի շատ գրականություն ուսումնասիրել, վիդեոներ դիտել, չգիտեմ, պատրաստված լինել եւ այո, ճիշտ եք, բացառությամբ ուրգենտ դեպքերի, անհետաձգելի իրավիճակների ժամանակին հետազոտվեն, գուցե պատահմամբ հայտնաբերեն այս կամ այն ճողվածքը եւ թույլ չտան, որ այն անպայման բարդանա եւ շատ ավելի լավ պրոգնոստիկ հաջողություն ունենա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք էլ ինձ չմերժեցիք։ Շնորհակալ եմ, կարծում եմ ստացվեց, այո, իսկապես կարևոր է, որ մեր հանրությունը լավ ճանաչի մարդկանց ոչ միայն մի կողմից, որովհետև մեր դեպքում սա ինչ որ առումով ճոխություն է մեզ համար դառնալ հաղորդավար։ Մենք երկուսս էլ կլինիկական բժիշկներ ենք, շատ նվիրված մեր մասնագիտությանը եւ իհարկե այն աշխատանքը, որ մենք միասին անում ենք, այսօր դուք նաեւ բուն հյուրի կարգավիճակում եք, մասնագիտական թեմայից խոսեցիք, սա շատ կարևոր է մեր հանրության կրթության եւ գլոբալ տեղեկացվածության մասին։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ խնդրում եմ, որ դուք առաջիկայում վերադառնաք եւ օգնեք ինձ, որպես արդեն իմ հիմնական գործընկեր այս տաղավարում։ Սիրելի հեռուստադիտող, իս ձեզ մաղթում ենք հրաշալի առավոտ, առողջ առավոտ ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ եւ թող օրը սկսվի ու ավարտվի միայն լավ լուրերով։ Առողջ եղեք, կհանդիպենք։